Պարոն Սաֆարյան, մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը ոչ հարիր բարձրաստիճան պաշտոնյայի բառապաշարով գրառումներ է կատարում եկեղեցու սպասավորների բարձրաստիճան հոգևորականների մասին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, ինչու է այսպես առճակատում սկսվել պետության եւ եկեղեցու միջև։ Ճշմարիտն ասած, ես ինքս սպասում էի, որ եկեղեցու եւ կառավարության հարաբերությունները պիտի տեղափոխվեն մեղմ ասած տարաձայնությունների ու բանավեճի հարթակ, բայց այս մակարդակով ես չէի սպասում, ինչպես դուք նշեցիք, այս անհարիր խոսույթով, բառամթերքով, առավել եւս, որ մենք հիմա ապրում ենք մի ժամանակահատված, որ կարծես թե համազգային համերաշխությունը առաջին պլան է մղվում եւ անթույլատրելի է համարվում համազգային անթույլատրելի է համարվում ժողովրդի միջև կամ ժողովրդի տարբեր խավերի միջև պառակտումը։ Ինչ խոսք անթույլատրելի բառապաշար է, բայց ես պիտի ասեմ, որ սա նոր չի սկսվել։ Այս մոտեցումը եկեղեցի պետություն կամ եկեղեցի կառավարություն փոխադարձ հրետակոծությունը կամ փոխադարձ հրաձգությունը արդեն մի քանի տարի ի վեր շարունակվում է։ Կարծում եմ սա մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջի հերթին, ինչպես ասում են, հայ հոգևորական դասը չի գտնվում իր տեղում, իր պատշաճ վերաբերմունքը կամ պատշաճ գործունեությամբ չի փայլում ներկա պայմաններում, առավել եւս, երբ որ մեր ժողովուրդը գտնվում է այսպիսի փոթորկալից վայրիվերումներով մի ժամանակահատվածում, եւ երկրորդը ամենակարևորը, որ պետք է կառավարությունը հստակ մատնացույց անի եւ հատկապես կառավարության ղեկավարի մակարդակով պետք է հստակ մատնացույց անի, թե որն է եկեղեցու գործունեության մեջ, եկեղեցու ես նկատի ունեմ հայ հոգևոր դասի գերականության հոգևոր դասի, ասպես ասենք, որովհետև մարդիկ եկեղեցին շփոթում են հոգևոր դասի հետ, մարդիկ եկեղեցին շփոթում են գերականության հետ, հայ պիտի մատնացույց անի կոնկրետ նրանց վերաբերմունքը, նրանց պահելաձևը, նրանց պարկեշտությունը եւ այլն։ Ինչ խոսք սա նույնիսկ այս բառապաշարը եւ այս բառամթերքը ես պիտի ասեմ ոչ թե ողջունելի չէ, ոչ թե անթույլատրելի, այլ ես կասեմ, որ սա դատապարտելի վարքագիծ է։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը ինչ է ձեզ ուզում հասնել։ Տեսեք, այլևս չեմ ուզում բաժանեմ շատ կարծիքներ, ոմանք ասում են Շվեյցարիայում վեհապարի ելույթից հետո, որը կապված էր Բաքվում գերեվարված հայ ռազմական եւ քաղաքական գործիչների ազատ արձակման ուղղությամբ վեհապարի տարած աշխատանքի, ոմանք ասում են դեպի Արցախ հայ բնակչության վերադարձի հետ կապված եկեղեցու գործունեության, ոմանք այլ կերպ են բացատրում իբր Փաշազադեի հայտարարությունը, որ Երևանը հայկական քաղաք է եւ Էջմիածինը զբաղված է ֆաշիստական գործունեությամբ, ազգամիչյան պառակտում եւ ազգամիչյան թշնամանք առաջացնելու ուղղությամբ, իբր թե վարչապետը կատարում է ադրբեջանական նարատիվների, այսպես ասած, իմպլեմենտացիան, ես կներեք, սա չեմ ընդունում, կտրականապես կտրուկ կերպով ես սա մերժում եմ եւ ամենակարևորը այստեղ առաջին պլան է մղվում եկեղեցի կառավարություն եւ եկեղեցի հարաբերությունները, կառավարություն եւ ուրեմն հոգևոր դասի մայրաթորի հարաբերությունները, այսպես ասեմ, որովհետեւ մայրաթոր ասելով առաջին հերթին մենք պետք է հասկանանք մի հոգու Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Բոլորս էլ գիտենք, որ մայր աթոռը բռնազավթված է, ես մեղմ եմ ասում, Գարեգին II վեհապարի կողմից, մայր աթոռը չի արտահայտում պարկեշտության, բարեվարկության,
հոգևոր դասին ներհատուկ առաքինի այն որակները, որով պետք է առաջնորդվի հայ եկեղեցին եւ ոչ միայն պետք է առաջնորդվի հայ եկեղեցին, այլ պետք է իր միլիոնավոր հավատավորներին ներշնչի ամենաբարձր բարոյական եւ առաքինի սկզբունքներով։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե պարզվի, որ իրոք Գարեգին երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի արկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Ինչու է կաթողիկոսի զավակ ունենալու հարցը եկել օրակարգ։ Տեսեք, Նարեկ, ես պիտի ասեմ հետևյալը։ Ես ինքս բավականին քաջատեղյակ եմ հայ եկեղեցու պատմությանը։ Մեր եկեղեցու մայրաթորը զբաղացրել են նաև աշխարհիկ անձնավորություններ։ Մեր 132 վեհափարների մեջ մենք ունեցել ենք 2 վեհափար, որոնք հոգևոր դասին չեն պատկանել։ Մեր եկեղեցու հոգևոր դասը, հոգևոր վերնախավը, հոգևորականության վերնախավը հիմնականում հարգի է եղել առաջերտին իր պարկեշտությամբ եւ ուրեմն եկեղեցու հայրաքելական եկեղեցու բարոյական արժեքների կրելու իր ամբասիր որակներով։ Օրինակ մենք բոլորս գիտենք, որ գաղտնիք չի, որ տասնամյակներ շարունակ մենք ասում ենք, որ հայ եկեղեցու բազմաթիվ սպասավորներ, բարձրաստիճան սպասավորներ, այդ թվում սկսած նորին Սուրբ Օծություն Գարեգին II-ից, arczepiskopոսներով, եպիսկոպոսներով, թեմական առաջնորդներով, վարդապետներով, մեղմ ասած ունեն այնպիսի բարոյական նկարագիր, որը հարիր չի հայ եկեղեցու հոգևոր դասի բարձր ներկայացուցիչի կերպարին, բարոյական կերպարին։ Եվ ինչ բարոյական կերպար ունեն նրանք։ Բարոյական կերպարի, ասենք, ասեմ ինչը, որոնք շնացել են, մեղմ եմ ասում ես, զբաղված են եղել ուրեմն այլասերվածությամբ, կան այդպիսի հարյուրավոր օրինակներ, գիտեք, ես չեմ կարծում, որ ես պետք է այդքան իջնեմ, բայց մեր հասարակության մեջ դա ոչ միայն ասեկոսենների կամ այսպես ասած թոնարային պրեսի մամուլի մակարդակով է, այլ բավականին լուրջ հիմքեր է դրել վեհափարի կյանքի երկվությունը, սրբազանների կյանքի երկվությունը, որոնք նաև պետական նրանց զավակները պետական բարձր պաշտոններ են ու բարձր դիրքի են հասել պետական կառավարման համակարգում։ Այլևս չեմ խոսում, որ բազմաթիվ եպիսկոպոսներ, սրբազաններ զենք կրելով են ման գալիս։ Այդ էլ ասենք մայր աթոռի բազմաթիվ բարձրաստիճան սպասավորներ, որոնք ունեն օրինական զենք։ Դուք տեսել եք իրենց զենքը։ Ես մի քանիսին տեսել եմ, ես ինքս չեմ կարծում, թե ես երբևիցե դուք էլ ինձ ճանաչում եք, թե ես երբևիցե մեկին կվատաբանեմ, կվարկաբեկեմ, կնախատինք։ Ինչ էին անում այդ զենքով, ցույց են տալիս, ասում էին, տեսեք ինչ լավ զենք ունեմ, թե պահել էին։ Պարզապես քայլում էին եւ զենքն էլ իրենց կողքից կրում էին։ Զենքն էլ իրենց կողքից կրում էին։ Ես օրինակ չեմ պատկերացնում, ասենք, եթե կողքից տանեին ավետարը անաստված աշունչ ձեռներից, ես դա կարող եմ ամբողջովին բացատրել A-ից մինչև F, բայց հոգևորական դասի բարձր ներկայացուցիչը զենք կրելով ես չեմ կարծում, թե դա նրան տալիս է որոշակի առավելություն կամ զենք չկրելով դա նրա թերի կողմերից մեկը պետք է։ Բայց մենք շեղվեցինք, ինչու է կաթողիկոսի զավակ ունենալու հարցը եկել օրակարգ։ Գաղտնիք չէ, որ դեռ անցյալ տարի սկիզբ առած ուրեմն Վազգեն Գալստանյանի կամ Սրբազանի Տավշոթեմի առաջնորդի շարժումը զանազան ուրեմն բացատրությունների եւ մեկնաբանությունների եւ երկրի հետ կապված կառավարության զանազան խոսակցությունների լուրջ թեմա եւ առիթ դարձավ։ Տեսեք, շատ ուրեմն վատ կերպով մայր աթոռը նրան ուղարկեց արձակուրդի, նրան կարգալուց չարեց, քանի որ նա զբաղվում էր բացահայտ կերպով քաղաքական
գործնեությամբ, ոչ թե բացահայտ կերպով, այլև փորձ էր արվում տապալել օրվա իշխանությունը օրինական կերպով 2021 թվականի համապետական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությանը, կառավարությանը փորձ էր արվում ապօրինի կերպով տապալելու։ Եվ եկեղեցին լծված էր այդ գործին, ընդ որում Բագրատ Գալստանյանը, Բագրատ Սրբազանը առանձնորդում էր այդ շարժումը։ Ես ինքս այդ օրերին եղել եմ Տավուշում եւ երբ որ լսել եմ, որ Բագրատ Սրբազանը շարժում է դեպի Երևան, ես ասել եմ, եթե շարժում է այդ փրկություն հանուն Տավշո շարժում է դեպի Երևան, սա արդեն նպատակ ունի հասնել իշխանափոխության։ Ոչ թե նպատակ ունի, այլ դրա նշանաբանն է։ Բայց այդ շարժումը ինչ կապ ունի նրա հետ, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հարց է առաջ քաշել, ասում է, եթե կուտակվել են բազում խնդիրներ։ Այսօր Մայր Աթոռը բացահայտ կերպով անտեսում է Հայաստանի կառավարության բոլոր որոշումները։ Այսօր Մայր Աթոռը բացահայտ կերպով, եթե չասեմ պատերազմ է հայտարարել, համենայն դեպս գտնվում է հակադիր բևեռում, ծայրահեղ սրված է կառավարություն Մայր Աթոռ հարաբերությունները, եւ տեսեք, կառավարության նիստի ժամանակ, երբ որ վարչապետը հայտարարեց, որ մեր եկեղեցիների մեծ մասը վերահսկվեց Չուլանի, գիտեք, միգուցե այդ բառապաշարը, այդ բառամթերքը շատ ծանր է, ասենք, լսելու համար, բայց դրա մեջ կա ճշմարտություններ։ Դա եկեղեցին բոլորին սա, եթե տեսնում ենք մի բան այնպես չէ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը պետք է պարտադիր կռանալ եւ վերցնել պարտադիր կերպով։ Եվ առհասարակ, գիտեք, ես այն կարծիքին եմ, որ եկեղեցի պետություն հարաբերությունները պետք է կարգավորվեն, եթե կա ուրեմն զարպարտելու, բանադրանքի, չգիտեմ, լուրջ հիմքեր, ապա դա պիտի լինի շատ թափանցիկ։ Դա պիտի լինի շատ տրանսպարենտ կերպով։ Այնիշ մեր մոտ դա անտեսվում է, փորձ է արվում, կարծեք թե վարչապետը փորձում է միայնակ դուրս գալ եկեղեցու դեմ կամ ոչ թե միայնակ, այլ մի քանի, ասենք թե ԿՊԱ-ականներով, որը որ կարծեք թե ավելի է սրում իրավիճակը, խորքի մեջ, հասարակության մեջ ավելի է սրում իրավիճակը եւ հասարակական երկփեղվածությունը գնալով ավելի է լայնանում։ Սա անթույլատրելի է։ Եվ ես կարծում եմ, որ այս հայտարարությունները երկուստեք ոչ թե անհիմն, այլ շատ ծանր վիրավորական ասեմ, անթույլատրելի ասեմ, շրիշակից ցածր ասեմ, բառապաշարով հայտարարությունները ավելի խորացնում Մայր Աթոռի եւ մեր կառավարության Այսինքն այս գրառումից ինչ հետեւություններ անենք, որ ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի եւ Նիկոլ Փաշինյանը դրա մասին է ակնարկում։ Ես չեմ կարծում, թե գիտեք ինչ, դրա մասին կարող են ակնարկել, օրինակ ասենք այն մարդիկ, որոնք զբաղվում են, ասենք աստվածաբանության հիմունքներով, որոնք զբաղվում են դասախոսությամբ, որոնք զբաղվում են եկեղեցու դոգմանների կանոնակարգումով եւ այլ։ Սա պարզապես մի կռվան է, որով փորձում է Նիկոլ Փաշինյանը ըստ իր մոտեցման ցույց տա, որ վեհապարը չի գտնում իր բարձրության վրա, որ վեհապարը շեղվել է հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու կանոնակարգային եւ առհասարակ աստվածաբանական բոլոր սկզբունքներից եւ որ հայ հոգեվոր դասը ամբողջովին չի մարմնավորում հայ առաքելական եկեղեցու ինչպես ավանդույթները, այնպես էլ կանոնակարգային բոլոր դրույթները։ Առաջին հերթին սլաքն ուղղելով որպես ուրեմն աշխարհիկ կյանքով ապրող հոգևոր կյանքից հեռացած աշխարհիկ կյանքով ապրող Գարեգին երկրորդ վեհապարին, որի մեջ ինչ-որ աշխարհիկ կյանքով ապրող Գարեգին երկրորդ, որ ասում եք, հիմքում ինչ եք դնում։ Այսինքն, եթե նա խախտել է հայ առաքելական եկեղեցու կանոնակարգային սկզբունքները, կուսակրոնության խախտել է։ Այո, իհարկե։ Ինչպես եք դա դուք հիմնավորում։ Ես օրինակ ասենք տասնամյակներ առնվազն 2 տասնամյակ առաջ գիտեմ, որ Գարեգին երկրորդը ունի զավակ եւ առնվազն Գարեգին երկրորդը ունի սիրուհիներ
Եվ ես դա 100%-ով եմ ասում, հիմա ես կարող եմ հնչեցնել անուն ազգանուններ եւ ոչ միայն Գարեգին։ Չէ, խնդրում եմ չեզոք անձանց անուններ չհնչեցնել։ Եվ ես նայել գիտեմ, որ ոչ միայն Գարեգին երկրորդը, Գարեգին երկրորդի, այսպես ասած, օրինակելի վարքին են հետևել նաեւ հայ եկեղեցու բարձրաստիճան առնվազն 3-ից 4 ուրեմն թեմակալ առաջնորդներ կամ սրբազաններ։ Ես իհարկե ես թույլ չեմ տա եթերից անուն ազգանուններ հնչեցնել, բայց ես 100%-ով եմ դա ասում, կներեք, դա իմ, ինչպես ասում են, իմ հավատո հանգանակն է։ Բայց գուցե դա այն փուլում է եղել, երբ որ չի ձեռնադրված եղել որպես կուսակրոն հոգևորական։ Գարեգին Սրբազանը, ինչքան գիտեմ, կուսակրոն հոգևորականը ձեռնադրվել ավելի քան 50 տարի առաջ։ Եվ այն խոսակցությունները, որ պատտվում են նրա ուրեմն ստվերային ընտանիքի մասին, ստվերային կնոջ մասին, այդ խոսակցությունները պատտվում են նրա կուսակրոն հոգևորական ձեռնադրվելուց առնվազն 15-20-25 տարի հետո, նաև մյուս սրբազաններին էլ հետը, եւ Գարեգին Վեհափարինը եւ մյուս սրբազաններին էլ հետը։ Այնպես որ ես պիտի ասեմ հետեւյալը, ես ինքս էլ խորին համոզված եմ, որ հայ եկեղեցու վերին խավը, հոգևոր դասը շեղվել է ուրեմն կուսակրոնության սկզբունքներից, շեղվել է հայ առաքելական եկեղեցու ուրեմն բազմադարյան ավանդույթներից, զբաղված է այլասերվածությամբ, զբաղվում է բիզնեսով, հովանավորում է տարբեր կարգի աշխարհիկ գործեր, թույլ տվեք այսքանով սահմանափակեմ, որովհետև նորից եմ ասում, ես ինքս մեծ ամոթանք եմ ապրում, ամոթխածություն եմ զգում, երբ որ տեսնում եմ մեր երկրում ինչ է կատարվում։ Բայց ես մի բան պիտի ասեմ, որ մեր եկեղեցու հայրերը, հոգևոր դասի բազում հայրեր զբաղված են հակապետական գործունեությամբ։ Ոչ միայն հակապետական գործունեությամբ, այլ կատարում են, պիտի ասեմ նաև շատ ու շատ դարձյալ առանց շեշտելու, թիրախավորելու հատուկ ծառայությունների պարտադրանք, հատուկ ծառայությունների առաջադրանք, առավել ևս երբ որ հիմա ես կարծում եմ, որ այն ծառայությունների հիմնականում, որտեղ նրանք ունեն թեմեր, ասենք գաղտնիք չի, որ բազում հոգևոր դասի ներկայացուցիչներ եղել են շահկապված ինչպես խորհրդային միության ազգային անվտանգության ծառայության կամ այդ հայտնի KGB-ի գործակալներ, որ ասում են, այնպես է Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ այլ երկրների։ Գնանք, լավ, եթե ենթադրենք դա այդպես է, ինչպես նկարագրվում է, նշվում այդ երեխայի պահը, ընտանիքի պահը, կնոջ պահը եւ այլն, ինչու հիշել դա հիմա, որովհետեւ քննադատում է Նիկոլ Փաշինյանին եւ պետք է դրա համար նոր դա հիշել, եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես այդպես աստվածավախ էր, եկեղեցական կանոնները, որ հիմա ասում է որպես քրիստոնյա եմ այս մասին խոսում, որովհետև մտահոգված եմ կամ ավելի ճիշտ ես բառացի մեջ բերեմ, հա, իր խոսքերը։ Ես Նիկոլ Փաշինյանն ասում է, ես սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի ներողություն, ասում է, խնդիրը բարձրաձայնում եմ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որովհետև տեսնում եմ հոգեվոր անվտանգության խնդիր։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը իսկապես այդ հոգևոր անվտանգության խնդրով, այսպես ասած, տառապող վարչապետ էր 7 տարի առաջ, ինչու չէր խոսում այս մասին։ Ցավոք սրտի, ոչ միայն հայ եկեղեցու հանդեպ իր վերաբերմունքը որպես կառավարության ղեկավարի, այլև մեր երկրի ներսում գոյություն ունեցող ներկայումս էլ արկա բազում արատավոր երևույթների հանդեպ 7 տարի առաջ ինքը իմանալով չի խոսել։ Բայց հիմա եկել է այն պահը, հիմա ավելի հստակեցնեմ, փակագծերը բացեմ, մոտենում է 2026 թվականի համապետական ընտրությունները, այլևս չեմ ուզում շարունակել։ Նիկոլ Փաշինյանին հայ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ քննադատում են կամ պարսավանքի են ենթարկում, որ նա լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, նա ամուսնությունը չի ձևակերպել։
Այսինքն դա եւս վիրավորական վերաբերմունք է կառավարության ղեկավարի հանդեպ։ Կներեք, բայց այդ թեման ինչու է եկել օրակարգ, որովհետև իրենք ամուսիններով նստել են իրանց տան մեջ, ոդքասթ են վարել եւ ասել են, որ մենք զաքսված չենք եւ քաղաքացիական ակտերի գրանցումը չենք անցել այդ։ Եվ հիմա քաղաքացին պաշտոնապես կամ Պողոսը մյուս պաշտոնապես իրենցից լսել են եւ սկսել են դրա հիման վրա իրենց մեկնաբանություններն անել։ Բայց հիմա այս թեման, որ Նիկոլ Փաշինյանը բացել է, ինչքանով է ազնիվ։ Խաղը, որը տարում է կառավարությունը հայ եկեղեցու հանդեպ, հիմքեր ունի։ Այս վերաբերմունքը, որ պիտի աներ կառավարությունը, ես ձեր հետ լիովին համեմատ եմ, համաձայն եմ, կարող էր անել 7 տարի առաջ։ Ինչու է սկսել հիմա, որքանով է ազնիվ, ես կարծում եմ եղել են դրդապատճառներից մեկն էլ 2026 թվականի համապետական ընտրություններն է, տեսեք, այդ նույն հարցը դուք կարող եք ինձ տալ, իմ վերաբերմունքը հայ եկեղեցու վերնախավի հանդեպ, բայց ես միշտ էլ ունեցել եմ կարծիք։ 26 թվականին հոգևոր դասը կաթողիկոսի գլխավորության ընտրություններին չի մասնակցելու, որ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է նրանց վարկաբերել։ Ուրեմն ես ասեմ, Մայրա թոռը ամբողջովին մի քանի տարի ի վեր ամբողջովին քաղաքականացված է։ Մայրա թոռը զբաղված է մեղմ ասած կառավարության հանդեպ ոչ կառուցողական տրամադրվածությամբ եւ գործելակերպով։ Ինքս լինելով ավելի շատ կառուցողական դաշտում որպես, չգիտեմ, մտավորական ասեմ, որպես քաղաքականության մեջ անձնավորություն ասեմ, ես պիտի ասեմ, որ Մայր Աթոռի բազում անձերի, հոգևոր դասի բազում ղեկավարների, բազում երևելիների գործելավոճ կառավարության հանդեպ մեղմ ասած ապակառուցողական է եւ բարեկիրթ չէ։ Եվ ես պիտի ասեմ, այնպես չի, որ կառավարության ղեկավարի վարչապետի ասածների մեջ, եթե անգամ բառամթերքը անընդունելի է, եթե անգամ ոճը, վիրավորանքը, ինչ որ միտեղ չնայած ինքն էլ է ասում, կներեք, ես չեմ ուզում մտնեմ որևէ մեկի անձնական կյանքի մեջ, բայց ես պիտի ասեմ, որ այնպես չի, որ դրանք հիմնազուրկ են։ Այդտեղ կան բաներ, բայց ես դա պիտի ասեմ, դա այդ մակարդակով պիտի չարվեր։ Ինքը եկեղեցին իրեն պետությունից դուրս է դրել։ Նարեկ, ես ծանոթ եմ, ընդամենը մի քանի նախադասություն պիտի ասեմ։ Իմ տեխնացուական թեզը նվիրված է 19-րդ դարի արևմտյան Հայաստանի պատմությանը եւ 1862 թվականին, երբ որ ընդունվեց Արևմտահայերի ազգային սահմանադրությունը, այս սահմանադրության հիմքում որպես համայնքի ժողովրդի գլուխ համարվում էր հայ եկեղեցին, այսինքն Պոլսո հայոց պատրիարքարանը։ Եվ Պոլսո հայոց պատրիարքին ընտրվելուց հետո այնտեղ կա կրոնական ժողով, կա թղական ժողով, կա թեմական, եպիսկոպոսած ժողով եւ այլը, նրան հաստատում էր Ստամբուլի քաղաքապետը եւ վերահաստատում էր ուրեմն ոստիկանապետը, Թուրքիայի ոստիկանապետը։ Մեր երկրում կարծեք թե եկեղեցին ամբողջովին դուրս է մնացել պետական գործընթացներից։ Ես այնպես չի որ ասում եմ, բայց որովհետև մեր սահմանադրության մեջ գրված է, որ եկեղեցին եւ պետությունը, կրոնական կազմակերպությունը եւ պետությունն անջատ են։ Այո, անջատ են, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին պիտի ասենք ունենա արտոնյալ հարկային պայմաններ, եկեղեցին պետք է ունենա, չգիտեմ, բայց հիմա Նիկոլ Փաշինյանը նրանց հարկային դաշտ բերելու մասին չի խոսում։ Ես ասում եմ, որ խոսույթը իմ համար անընդունելի է, ես ասում եմ այդ ձևաչափը ես կտրականապես մերժում եմ, ես գտնում եմ, որ եթե կան հիմնավոր փաստեր, ուրեմն վեհափառին կամ սրբազանին երկրորդ կյանքի կամ աշխարհիկ կյանքի գործնեության վերաբերյալ դրանք խիստ դատապարտելի են, ոչ թե խիստ դատապարտելի են, այլ ես գտնում եմ, որ դրանք պիտի անմիջապես կարգալույծ արվեն։ Լինի ամենայն հայոց կաթողիկոսը, լինեն սրբազանները, այլ եթե դրանք ընդ որում դա պիտի կարգալույծ անի հոգևոր խորհուրդը, դա պիտի կարգալույծ անի կամ եպիսկոպոսած, ինչպես որ ասում են, ժողովը կամ չգիտեմ գերագույն հոգևոր խորհուրդը եւ գաղտնիք չի որ այսօր մեր եկեղեցին ինչպես կառավարությունն է միանձնյա
ղեկավարում միանձնյա առանց հաշվի առնելու պետական բազում ինստիտուտներ, այնպես է եկեղեցին է ոտնահարում հենց իրենց իսկ կողմից ուրեմն ստեղծված եւ հաստատված հայ եկեղեցու կանոնադրությունը։ Եվ որը բերում է այսպիսի արատավոր երևույթներ։ Դուք ճիշտ նշեցիք, հա, հոգևոր այդ խորհուրդը, բայց ոչ օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, չէ, ինքը մի ուրիշ բան է ասում է Հայաստանի կառավարությունը պետք է անմասն չմնա եկեղեցու կյանքի եւ ընտրությունից եւ հայ եկեղեցու կյանքը կանոնավորելու գործից։ Ինչ խոսք ես դա համարում եմ 100%-անոց ճշմարտություն, որովհետեւ շատ կառավարության դրածո լինի կաթողիկոսը։ Տեսեք, տասնամյակներ եւ հարյուրամյակներ շարունակ հայ վեհապարները մեղմ ասած չեն արտահայտել հայ ժողովրդի շահերն ու ցանկությունները։ Եթե մեր արևելյան Հայաստանը գտնվել է ցարական Ռուսաստանի տիրապետության տակ, արևմտյան Հայաստանը գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ եւ այլ, ապա ես պիտի ասեմ, որ մեր վեհապարները հիմնականում արտահայտել են այն երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կամ մեղմ ավելի ստույգ ասած ղեկավարների կյանքը, որտեղ որ գտնվել է մեր ժողովուրդը։ Հիմա ինչ եք ուզում ասեք դրանով, հայ եկեղեցին, այսինքն ինքնագլուխ կերպով, միազնյա կերպով ինչ ուզում է պետք է անի մեր երկրի ներսում։ Մենք տեսնում ենք մեր եկեղեցիների վիճակը։ Կառավարության մասնակցությունը ինչպես պետք է լինի կաթողիկոսի կառավարությունը պետք է հայ եկեղեցու մեջ կանոնակարգված կերպով ունենա մասնակցության իր բաժինը։ Դե 30%-ի մեջ չկա։ Ոչ, դա չէ, ես ասեմ, դա չէ, եթե դուք նկատի ունեք հոգևոր խորհրդում ընտրված ազնվորություններին, այդ հոգևոր խորհուրդը ես իմիջիալոց ասեմ, ես շուրջ 40 տարի չէ կաթողիկոսի ընտրության, որ 70%-ը հոգևորականներ են, ընտրությունները այլ բան է, եկեղեցու կառավարման գործընթացը այլ բան է։ Հայ եկեղեցու բարձրագույն մարմինը, հայ եկեղեցու բարձրագույն ղեկավար մարմինը ոչ թե գերագույն հոգևոր խորհուրդն է, այլ եպիսկոպոսած ժողովն է։ Եվ պիտի ասեմ, որ այնտեղ բոլորը համարվում են ամենայն հայոց կաթողիկոսի կամակատարները։ Բոլորս գիտենք, որ տասնամյակներ շարունակ Գարեգին II հայ եկեղեցու բարձրագույն կոչումները եպիսկոպոսի, վարդապետի, արքեպիսկոպոսի աստիճան շնորհել է միայն կամակատարների եւ անձնական նվիրվածության հիման վրա։ Եվ բավական է ասել, որ այնտեղ չկա մի որևէ խոսք, որը արտահայտի համապարփակ կերպով արտահայտի եկեղեցի ժողովուրդ, եկեղեցի կառավարություն, եկեղեցի պետություն, այս ուրեմն հարթակի կամ ինչպես ասում են, այս համազգային խնդիրների բարձրության համազգային խնդիրների չափորոշիչներով։ Բոլորս գիտենք, հիմա ինչքան էլ դուք ուզենաք հարցերը սրեք, ես պիտի ասեմ, որ մեր եկեղեցին, մեր եկեղեցու տերերը չեն արտահայտում այն ուրեմն արժեհամակարգը մեղմ ասած, չեն գտնվում, չունեն այն արժեհամակարգը, որը հարիր է հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականին։ Հա, բայց Նիկոլ Փաշինյանը ով է, որ այդ խնդիրները վերհանի, նա այս հարցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից որևէ առավելություն չունի, հա, Նիկոլ Փաշինյանը եթե քրիստոնյա է, մեկ քրիստոնյա է, բոլոր քրիստոնյաների որպես կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ունի անսահմանափակ լիազորություններ, բայց ոչ եկեղեցու վրա։ Հիմա է շարունակեմ։ Ընդ որում այդ անսահմանափակ լիազորությունները ես համարում եմ անհարկի, Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված այդ սահմանադրության հիման վրա էր, եւ ես պիտի ասեմ, նա եկել է այն համոզման, որ ինքը իր պետական գործունեության իրականացման ճանապարհին իր խոչընդոտներից մեկն էլ համարվում է հայ եկեղեցին։ Եվ նա ուրեմն բացահայտ կերպով դուրս է եկել հայ եկեղեցու դեմ, ոչ անհիմն կերպով, կան դրա բոլոր հիմքերը,
անկեղծորեն եմ ես դա ասում, որովհետև ես ինքս համոզված եմ, որ հայ եկեղեցու վերնախավը կամ վերին դասը մեղմ ասած չի գտնում իր բարձրության վրա, բազմաթիվ հարցերում, եթե չասեմ սկզբունքային, ապա բազմաթիվ հարցերում հեռացել է ուրեմն հոգևոր կյանքից, եւ ես գտնում եմ, որ ներկա պայմաններում խնդրի լուծումը մեկն է։ Պետք է կայանա ուրեմն եկեղեցի պետություն, եկեղեցի կառավարություն, ուրեմն համապարփակ քննարկում, համապարփակ մոտեցումներ եւ այդ խնդիրը պետք է լուծվի անպայման կառավարության կողմից առաջ քաշված դրույթներով։ Հակառակ դեպքում հայ եկեղեցին միշտ էլ այսպես ասած ունենալու է հակասական հարաբերություններ կառավարության նկատմամբ, կառավարության հետ իր հարաբերություններում։ Եթե ոչ, համենայն դեպս ունենալու է բացասական վերաբերմունք, ես այդպես պիտի ասեմ, հակոտնյա վերաբերմունք է ունենալու։ Այսօր կաթողիկոսի գլխավորությամբ տեղի ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով եւ այնտեղ Նիկոլ Փաշինյանի այս գործելավոճը համարում են եկեղեցամարտ, դուք ինչպես եք սա մեկնաբանում, այնտեղ ճշմարտություն չկա։ Տեսեք, ես պիտի ասեմ հետեւյալը, երբ որ Բագրատ Սրբազանի շարժումը սկսվեց անցյալ տարվա մայիսին, ապրիլին, եւ մեր եկեղեցու տերերը անթակույց հրճվանքով միացան Բագրատ Սրբազանի շարժմանը եւ նույնիսկ պիտի ասեմ, որ դրան նաեւ միացել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը, ես պիտի ասեմ, որ այդ չէ, համենայն դեպս նա բազմաթիվ իր մոտեցումներում, հանդիպումներում ցույց է տվել իր անթակույց ուրեմն համակրանքը շարժման նկատմամբ։ Ես հենց այն ժամանակ ասել եմ, որ մեր հայ եկեղեցու տերերը իրենց բարձրության վրա չեն գտնվում, որովհետև եթե նույն րոպեին նա կարգալույս չի արել Բագրատ Սրբազանին, ապա դա նշանակում է, որ հայ եկեղեցին, հայ եկեղեցու վերնախավը, ավելի ճիշտ Մայրաթոռը, հանձինս Գարեգին II-ի օր առաջ փորձում են ուրեմն կործանել ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարությանը։ Բայց ինչու ֆինանսիստը կարող է վարչապետի հրաժարական պահանջել, իսկ հոգևորականը ոչ։ Քիչ առաջ դուք ասացիք, որ կանոնակարգված է եկեղեցու հարաբերությունները։ Հա, բայց նա որպես անհատ է ներկայանում։ Չէ, նա շատ ուրեմն ես ասեմ հետեւյալը։ Եթե կաթողիկոսը կամ Սրբազանը պահանջում են կառավարության ղեկավարի հրաժարականը, ապա նրանք ունեն շատ գեղեցիկ ճանապարհ։ Նրանք դիմում են համակարգված կերպով, ինչպես որ հարկն է, հոգևոր, չգիտեմ, ստորակարգության աստիճանը, որը որ ներում է, հոգևոր խորհրդի են դիմում, վեհապարին են դիմում, Մայրաթոռին են դիմում, խնդրում են իրենց ուրեմն կուսակրոնությունից հրաժարվել, դուրս գալ հոգևոր ծառայության աստիճանից եւ նետվել քաղաքական հորձանոտ։ Ոչ մի խնդիր չկա։ Մենք էլ աշխատում ենք տարբեր բուհերում, չէ՞։ Մենք բուհերում քաղաքական քարոզչությամբ չենք զբաղվում։ Մենք մեր քաղաքական գործունեությունը կամ մեր շատ հարցերում մեր քաղաքական մոտեցումը, կարծիքը արտահայտում ենք դասախոսական աշխատանքից դուրս, շատ հանգիստ կերպով, այդպես է։ Կարգը այդպես է։ Ինչ իրավունք ունի եկեղեցու բարձրակարգ սպասավորը, հոգևոր սպասավորը ժամերկության ժամանակ, չգիտեմ, պատարակների ժամանակ կամ չգիտեմ, իր գործը թողած որպես Սրբազան առաջնորդի ինչ որ ասենք մի մեծ շարժում, որտեղ որ զգացվում են նաև կան հստակ կերպով եւ ռևանշիստներ եւ իշխանափոխության մոլուցքով տարվածներ եւ հակապետական գործունեությամբ զբաղվողներ եւ լրտեսներ եւ անբարոյականներ եւ թմրամոլներ եւ ամեն ինչը։ Գարեգին Սրբազանը չգիտեր, որ իր շարժման ժամանակ ովքեր էին միացել այդ շարժմանը։ Այլևս չեմ խոսում պետական պաշտոնները թողած կաշառակերների, այլասերվածների, չեմ ուզում տարբեր
այսպեսի չեմ ուզում այդքան իջնեմ ես, այնպես որ ես ասում եմ, որ հայ եկեղեցին, ես նկատի ունեմ, մենք բոլորս էլ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, բայց ես մի բան էլ պիտի ասեմ, Նարեկ ջան, ես չեմ ուզենա մենք հավաճյուղի տեղ ամեն ինչ ընդունենք, մեր եկեղեցու մեջ էլ եղել են մայրաթոռում էլ եղել են շատ էլի բարձրակարգ սպասավորներ, այդ թվում վեհապարներ, որոնք մեղմ ասած չեն փայլել իրենց ժողովրդին նվիրված իրենց գործունեությամբ եւ այսօր էլ երբ որ ասում են մեր պետության բացակայությամբ ժամանակ եկեղեցին խաղացել է պետության դեր, դա ամենամեծ գեղձիքն է, դա պատմության ամենամեծ նենգափոխումն է, որտեղ եկեղեցին պետության դեր երբեք չի կատարել, ընդհակառակը եկեղեցին էլ եղել է միշտ ունեցել է իր գործիքակազմը մեր ժողովրդին շահագործելու առումով։ Այլևս չեմ խոսում մեր մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, սկսած Մովսես Խորենացուց, ավարտած Կոմիտասով, որոնք եղել են մեղմ ասած մեր եկեղեցու զոհերը։ Հիմա հոգևոր Գերագույն ժողովը տարածած հայտարարությունում մտավախություն է հայտնում, որ այս գործելավոճը, որը թելադրված է քաղաքական նպատակներով, փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցական հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Դուք կարծում եք, որ նման խնդիր կա, թե ոչ։ Ես կարծում եմ, որ միանշանակ կոնկրետացնեմ, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը եւ մեր կառավարությունը շուտապույտ պետք է պահանջի Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Ես դա վաղուց ասել եմ։ Պարզապես կաթողիկոսը ցմահ։ Դե ամեն դեպքում մենք ունենք պատմության մեջ վեհապարներ, որոնք հրաժարական են տվել մի քանի անգամ, եւ եթե նրա գործունեությունը հակապետական է, եթե նրա գործունեությունը հակասում է հայ եկեղեցու կանոններին, ես նկատի ունեմ ալիասերվածությունը, ուրեմն գաղտագողի ընտանիք ունենալը, ստվերային ընտանիք ունենալը, այդ ամենը թույլ է տալիս ասելու, որ նա զբաղված է եւ հայ եւ կանոնակարգային, ուրեմն սրբապղծությամբ եւ նաեւ պետականաքանդման process-ով։ Եվ սրբազանի շարժումը միայն բավական էր, որպեսզի նա մեր ամենայն հայոց կաթողիկոսը հայտարվեր օրենքից դուրս։ Գալով նրան, որ ասում է փորձ է արվում եկեղեցու խաթարված հայ եկեղեցու խաթարված օրինակությունը, ես չի ասի դա։ Հայ եկեղեցին իր հեղինակությունը ունի։ Հեղինակազրկում Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն, որովհետև նա եկեղեցուն չի հեղինակազրկում։ Առաքելական եկեղեցին աշխարհում, այսպես ասած, դիտարկվում է որպես քրիստոնեության մի առանձին ճյուղ, եւ ընդ որում դա հենց դրա հիմքում Հայաստանն է, որպես առաքելական եկեղեցի։ Ոչ, այդտեղ ես հեղինակազրկելու բան չեմ տեսնում։ Նա հեղինակազրկում է, ոչ միայն հեղինակազրկում է, նա բացահայտում է եւ նա ուրեմն պատռում է դիմակները այն հոգևոր հայրերի, այն հոգևոր առաջնորդների, որոնք զբաղված են մեղմ ասած։ Նա առայժմ ոչ մեկի դիմակը չի պատռել, բացի վիրավորանքներ հասցնելուց։ Վիրավորանքների այդ տարափը ես համարում եմ անթույլատրելի։ Այդ խոսույթը կառավարության ղեկավարի, պետության ղեկավարի այդ խոսույթը Ինչը մի բան բացահայտել է Նիկոլ Փաշինյանը այդ իր հայրենիք պարունակող ես ձեզ մի անգամ ասել եմ, պետական գործիչները պետք է իրենց խոսույթով այնքան բարձր լինեն, այնքան բարձր գտնվեն, որ նրանց հետ շփվելուց, որ նրանք մարմնավորեն մեր ժողովրդի ամբողջ էությունը։ Խոսքս ունենք այդպիսի բանը, Չերչիլն էլ ասել է, որ գիտեք, փողոցային ճամարտակողից, չէ, սոբ բոքսերները, փողոցային ճամարտակողից պետական գործիչ դառնալ ամեն մարդու չի հաջողվում։ Կապ չունի, դու գտնում ես կառավարության ղեկին, թե որտեղ։ Դա շատ բարդ եւ դժվար աշխատանք է, բայց ես գտնում եմ, որ բառամթերքը անընդունելի է։ Ես չեմ ընդունում նման արտահայտությունները։ Նարեկ ջան, գիտես ինչ, եթե անցյալ տարի մի անգամ ասել եմ, եթե 20 թվականին Սասուն Միքայելյանի ազգային ժողովում այդ հարձակումը Էդմոն Մարուկյանի վրա անմիջապես դրան չի հետևել Սասունի կողմից պատգամավորական լիազորությունները կասեցնելուն եւ նրա հանդեպ քրեական գործառույթելուն։
Եթե ուրեմն թքելը դա համարվում, ասենք, գիտեք, գործիքակազմ չկա, եթե մարդուն անվանում ես դավաճան։ Գործիքակազմ չկա մարդուն այլ կերպ պատասխանատվության կանչել։ Դա անպայման պիտի թքելով լինի։ Եթե Արսեն Թորոսյանը ազգային ժողովի ամբիոնից կարող է ամբիոնից հայտարարել անթույլատրելի բառեր։ Եթե այո, եթե այդպես է, եթե ինքը կարող է համբալներ, լրտեսներ, եթե ազգային ժողովում լրտեսներ կան։ Եթե կարող է Նիկոլ Փաշինյանի բովանդակությունը, որ ես էլ հիմա ասում եմ, սելու չի ավարտում, ցույց է տալիս, որ այս քաղաքական ուժի գաղափարախոսությունը դա է, թքել, հայոյել։ Ես պիտի ասեմ հիմա, որ այս քաղաքական ուժը արդեն այն սկզբունքներից եւ 18 թվականի հեղափոխության հռչակած այն մարդկային ասեմ, այն հեղափոխական ասեմ, այն հումանիտար ասեմ, այն պետականաշեն ասեմ, այդ սկզբունքներից ոչ մեկը փաստորեն չի կիրառում։ Հրաժարվել է այդ բոլոր սկզբունքներից։ Այս քաղաքական ուժը ներկայումս գաղափարական աշխատանքներով չի զբաղվում։ Սա անթույլատրելի է, սա ոչ մի տեղ չի կարելի ասել, որ գիտեք ինչ, որը ես չեմ գտնում մարդ, որ ասենք կարող է սա լսել եւ նորկան չապրել։ Սա անթույլատրելի բան է։ Փաշինյանի գրածը նկատի ունի։ Այո, ցանկացած մարդու, տեսեք, այսօր էլ կարծեմ Շիրակի թեմի առաջնորդը ասեց, որ եթե դու ամուսնացած ես, ապա ինչ ես, այդ անբարոյական չէ, կենակցիդ հետ միջազգային ատյաններ գնում եւ այլ։ Եվ ես փոխադարձ ուրեմն վիրավորանքները, փոխադարձ հրապարակային լուտանքները լավ տեղ չեն տանում։ Ինչ խոսք ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում ճիշտ է, մեր եկեղեցին, մեր եկեղեցու շատ հոգևորականներ, բարձրաստիճան հոգևորականներ Գարեգին II-ի դրդմամբ ամբողջովին լծված են կառավարության դեմ գործնեությամբ եւ զբաղված են պետականական process-ով։ Դա նշանակում է, որ եթե քաղաքական հարցերում չեն կիսում միմյանց դիրքորոշումները, վարչապետին թույլ է տալիս մտնել մարդկանց անկողին։ Միանշանակ ոչ։ Միանշանակ կատեգորիկ կերպով դա անթույլատրելի է, իրավունք չունի, դա հակաբարոյական է, դա պիտի ընդհակառակը։ Երևի ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի բոլոր քննադատների ես պիտի ասեմ, եթե կառավարության ղեկավարը զբաղվում է այդպիսի գործունեությամբ եւ այդպիսի խոսությունի, ուրեմն նա իր տեղում չի, իսկ եթե այդ փաստերը նրան հրամցնում է կամ նրան մատակարարում են հատուկ ծառայությունները, կրկնակի անգամ դա անպատվաբեր է, որովհետեւ մեր հատուկ ծառայությունները պիտի ունենան այլ գործառութային նպատակներ, այլ գործառութային ուրեմն ծրագրեր։ Իհարկե, հիմա ինչ է տեղի ունենում, անկախ նրանից, Գարեգին II կաթողիկոսը իր թերություններով, խնդիրներով հանդերձ գնում է Բեռնում, ելույթ է ունենում, նշում է, որ Արցախում հայկական մշակույթն են ոչնչանում, 120,000 հայ այնտեղից բռնի տեղահանվել, ունենք Արցախում Ադրբեջանում ունենք հայրենակիցներ գերեվարված, եւ այդ ֆոնին մայրաքաղաք Երևանից ամենաբարձր պաշտոնը զբաղեցնողի մակարդակով հարվածներ են հասցնում նույն Գարեգին II կաթողիկոսին։ Սա ընկալելի է։ Ոչ, սա անընդունելի է։ Սա անընդունելի է։ Ես ասում եմ, որ քիչ առաջ դու էլ ինքդ ասացիր, որ ավելի քան 7 տարի սպասել կամ դարանակալել, այո, կարող էր ասել, մանավանդ եկեղեցու ուրեմն Վերնախավի հետ եղել են բազմաթիվ առիթներ հանդիպման եւ այդ հարցերը կարելի էր քննարկել։ Ինչու համար եմ ասում, որ մեր ժողովուրդը պիտի այս ամեն ինչին տեղյակ լինի թափանցիկ կերպով։ Մի նախադասություն ընդամենը շեղվեմ եկեղեցուց։ Վերջին 1 տարվա ընթացքում, վերջին 6 ամսվա ընթացքում տեղի է ունեցել հրաժարականների շքերթ։ Առանց որևէ մեկնաբանությամբ, առանց որևէ բացատրությամբ։ Այսօր էլ հրաժարական տվեց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Տեսեք, նախորդ իշխանությունների գործելավոճից ոչնչով չի տարբերվում։
ոչ մի բանով չի տարբերվում։ Սկսած 90-ական թվականներից, 90 թվականից մինչև այսօր, ովքեր են եկել, ովքեր են գնացել, տեսեք, մեկին բերում են պետնախարար, չէ, կամ տարածքային կառավարման նախարար, 1 տարի հետո ունենում է առնվազն $500,000 համարժեք բնակարան է գնում, ասելով եղբայրս է դրսից ուղարկել, այնինչ 20 տարի եղբայրը դրսում աշխատել է, Երևանում չեն կարողացել նույնիսկ վարձով բնակարան ձեռք բերել։ Մեր կառավարության գործելավոճը այսօր հարիր չի հայ ժողովրդի կամ Հայաստանի կառավարությանը հայ ժողովրդին նվիրված պետական գործիչների գործելավոճին ոչ մի աղերս չունի։ Եվ հենց այդ պրիզմայով մենք պիտի այսօր անդրադառնանք եկեղեցու հանդեպ Նիկոլ Փաշինյանի անթակույց կտանքներին, անթակույց վիրավորանքներին, անթակույց ուրեմն նողկալի, ատելի բարերին, որը նաև ոչ միայն դա եկեղեցուն ուղղված, այլև ուղղված է մեր ընտանիքներին։ Այս բառամթերքը դատապարտելի է ամեն ինչով։ Ճիշտ եմ հասկանում, որ կուսակրոն քահանա լինելով եւ թեկուզ այդ կուսակրոնության օրենքի կարգը խախտելով զուգընկերուհի ունենալը, երեխա ունենալը ավելի ծանր մեղք է եւ պետք է տվյալ հոգեվորականը քարկոծվի բոլորիս կողմից եւ թողնի հեռանա, քան այն, որ օրինակ մենք տվյալ քաղաքական գործչի կառավարման շրջանում ունեցել ենք Արցախի կորուստ, Հայաստանի տարածքների օկուպացիա, զոհեր, նա պետք է շարունակի մնալ։ Ճիշտ եմ հասկանում։ Դուք ճիշտ եք հասկանում, ես լիովին ձեր հետ համամիտ եմ, ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե կառավարության վարչապետը, եթե կառավարության ղեկավարը Այսինքն ո՞րն է ավելի մեղք լինել կուսակրոն քահանա եւ խախտել այդ պատվիրանը երեխա ունենալ, թե երկրի գալ կառավարել եւ ես նույնիսկ դեռ չեմ ասում, հա, նույնիսկ դիտավորյալ տալ, այլ գալ վատ կառավարել եւ դրա հետևանքով ունենալ կորուստներ։ Ես բոլորն էլ համարում եմ հանցանք։ Բայց ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ քաղաքական ասպարեզում եւ Գարեգին երկրորդը, որ ասում ենք ունի ենթադրյալ ընտանիք, պետք է թողնի գնա։ Իսկ ով է ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի իր գործունեությունը քաղաքական ասպարեզում։ Դրա համար գոյություն ունի մի ճանապարհ եւ այդ մի ճանապարհը համապետական ընտրություններն են։ Եվ եթե ինդեմությունը 10 անգամ փորձել է վերջին 5 տարում, չէ, մեկը իմպիչմենտի միջոցով, մեկը հանրահավաքների միջոցով, մեկը ազգային ժողովում, մյուսը չգիտեմ, եւ այլ, այլ ուժերի եւ այլ եւ չի ստացվել։ Եթե մեր ժողովուրդը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը լրիվ հակապետական է, հակահայկական է, բոլորս էլ գիտենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը կուրս քերծեցում, որ մենք պիտի հասնենք Արցախում ապրող ժողովրդի անվտանգության ապահովմանը եւ Արցախի ժողովրդի կամ Արցախի հանրապետության կարգավիճակի հստակեցմանը թեկուզ տարածքային ամբողջականության կազմում, բայց ոչ մի բան չեղավ։ Դա դրանք, ինչպես ասում են, եղավ ձայն բարբարո հանապատի։ Եվ դրա համար ամեն մարդ իր արարքի համար պիտի պատասխան տա։ Եվ այսօր, գիտեք, ես ինքս որ առ այսօր գիտեք, ես նույնիսկ Լեռնային Ղարաբաղ բառը գրեթե չեմ օգտագործում եմ Արցախի հանրապետություն, բանից պարզում է, որ ազգային ժողովի կամ չգիտեմ կառավարության ղեկավարները Արցախ բառը չեն օգտագործում են Լեռնային Ղարաբաղ, բանից պարզում է, որ նրանք ավելի պետականամետ են, ավելի հայրենասեր են, խաղաղության եւ անվտանգության ավելի ջատագովներ են, քան մենք, որ երբ որ ասում ենք Արցախի հանրապետություն կամ արցախցիներ։ Այո, ես դատապարտում եմ Հայաստանի կառավարության նման գործելավոճը, պարտադիր կերպով դատապարտում եմ, հրապարակային կերպով եմ դատապարտում եւ ոչ միայն եկեղեցու հանդեպ, եկեղեցու հանդեպ ես ասացի ունեմ վերապահումներ, որովհետեւ մեր եկեղեցու տերերը իրենց բարձրության վրա չեն գտնվում եւ կառավարության ղեկավարի հարձակումները եկեղեցու վրա շատ դեպքերում ես ընդունում եմ եւ հասկանում եմ, բայց եթե դուք հարցը տեղափոխում եք, այսինքն կա խնդիր, բայց պետք է դա արժանապատիվ եւ քաղաքակիրթ ճանապարհ։ Միայն այդ խնդիրը պետք է արժանապատիվ եւ քաղաքական ճանապարհով լուծի, ես ասում եմ, եթե կան հիմքեր, որ եկեղեցին զբաղված է հակապետական գործունեությամբ, եթե կան հիմքեր, եթե այդ նույն հատուկ ծառայությունները կառավարության ղեկավարին ասում են, որ այսինչ սրբազանը ունի ապօրինի զավակ, չէ՞, այսինչ վեհապարը ունի ապօրինի զավակ, այսինչ arczepiskopos ունի ապօրինի զավակ,
ապա այդ նույն հատուկ ծառայությունները, չէ, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ զբաղված են հակապետական գործունեությամբ կամ չէ, չգիտեմ, պետականական գործունեությամբ, այդ նույն ծառայությունները չեն կարող ասել, որ ինչ փաստեր կան այդ գործունեությունը ապացուցելու կամ դատարան ուղարկելու համար։ Ինձ թվում է ունեն, չէ, այդ նույն փաստերը, եթե կան իհարկե, եթե կան, եթե չկան, ուրեմն դա կոչվում է հերթական զրպարտանքը, բայց անզեն աչքով էլ արդեն հայտնի է, որ ավելի տասնամյակներ շարունակ բոլորս գիտենք վերջին հաշվով, որ մեր եկեղեցու հոգևոր տերերը, մեղմ ասած Մայրաթորի ղեկավարությունը հանձինս հենց իրենից սկսած, ինչով են մեղմ ասած զբաղված են այս եկեղեցաշինարարությունն էլ պիտի ասեմ խապկանք է, նրանք, ինչպես ասում են, ձեռի հետ են զբաղվում հոգևոր կյանքով, հոգևոր գործունեությամբ ձեռի հետ են զբաղվում, նրանց զբաղմունքի մեծ մասը բիզնեսն է, այլասերվածությունն է, աշխարհիկ կյանքն է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։